Ողջույն, այսօր ներկայացնելու եմ 7 սաղմոս, որոնք աշխատում են ավելի ուժեղ, քան դեղերը։ Երբ հոգի տալեկոծված է, լսիր սա։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ սթրեսը դարձել է մեր երկրորդ ստվերը։ Մենք սուրճ ենք խմում արթնանալու համար և դեղահաբեր քնելու համար։ Բայց կա մի դեղատոմս, որը գրվել է հազարավոր տարիներ առաջ և որը չունի կողմնակի ազդեցություններ։ Երբ հոգի տալեկոծված է, սիրտդ անհանգիստ, իսկ մտքերդ խառը, միշտ ապիր բացել դեղարկղիկը։ Բացիր սաղմոսագիրքը։ Ահա 7 հզոր սաղմոսներ, որոնք գործում են հոգու վրա ավելի խաղաղեցնող, քան ցանկացած հակադեպրեսանտ։ Երբ վախենում ես և քեզ անպաշտպան ես զգում, Սաղմոս 91։ Սա ամենահզոր պաշտպանիչ վահանն է։ Հայերը դարեր շարունակ հավատացել են, որ այս սաղմոսը վանում է չարը, նախանձը և փորձանքը։ Կարդացեք այն, երբ անբացատրելի տագնապ ունեք։ Նա կծածկի քեզ իր թևերով, նրա թևերի տակ ապահով կլինես։ Նրա ճշմարտությունը կլինի քո վահանը, չես վախենա գիշերվա արհավիրքից և ոչ էլ ցերեկը թռչող նետից։ Երբ հոգնել ես պայքարելուց և ուժասպառ ես, Սաղմոս 23։ Սա հոգու լիակատար հանգիստն է։ Այն հիշեցնում է, որ դու մենակ չես քո խնդիրների դեմ, դու ունես հովիվ, որը հոգ է տանում քո մասին։ Տերն իմ հովիվն է, և ինձ ոչինչ չի պակասի։ Դալար մարգագետիններում նա ինձ հանգիստ տվեց, հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց։ Երբ անքնություն ունես և մտքերը խեղդում են, Սաղմոս 4։ Մոռացեք քնաբերների մասին, այս սաղմոսը կարդալը քնելուց առաջ բերում է զարմանալի խաղաղություն, սա վստահության աղոթք է։ Խաղաղությամբ կպառկեմ ու կքնեմ, որովհետև դու, Տեր, միայն դու ինձ ապահովության մեջ բնակեցրիր։ Երբ սիրտդ կոտրված է և տխուր ես, Սաղմոս 34։ Երբ ցավն այնքան խորն է լինում, որ թվում է ոչ ոք չի հասկանում, այս սաղմոսը սպեղանի է վիրավոր սրտի համար։ Տերը մոտ է սրտով կոտրվածներին և փրկում է հոգով փշրվածներին։ Երբ ապագան անորոշ է և վախեցնող, Սաղմոս 121։ Սա հույսի սաղմոսն է։ Երբ չգիտես որտեղից օգնություն սպասել, հիշիր այս տողերը։ Դրանք վերականգնում են հավատը վաղվա օրվա հանդեպ։ Աչքերս դեպի սարերը բարձրացրի, որտեղից կգա իմ օրհնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։ Երբ քեզ մեղավոր ես զգում և չես կարողանում ներել ինքդ քեզ, Սաղմոս 103։ Ինքնախարազանումը քայքայում է հոգին։ Այս սաղմոսը Աստծո անսահման ողորմածության մասին է։ Թույլ տուր, որ այն մաքրի քո խիղճը։ Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան նա հեռացրեց մեզանից մեր անօրենությունները։ Երբ ամեն ինչ քո դեմ է և ուզում ես հանձնվել, Սաղմոս 46։ Սա հաղթողների սաղմոսն է։ Այն ուժ է տալիս կանգնելու ոտքի վրա և նույնիսկ երբ երկիրը տեղից է շարժվում։ Աստված մեր ապավենն ու զորությունն է։ Դրա համար չենք վախենա, թեկուզ երկիրը փոխվի և սարերը ծովի մեջտեղը գցվեն։ Այսպիսով, հիմա հարց կառաջանա ձեզ մոտ. ինչպես օգտագործել այս դեղատոմսը։ Ընտրեք այն սաղմոսը, որն ամենաշատն է համապատասխանում ձեր ներկա վիճակին։ Կարդացեք այն բարձրաձայն, դանդաղ, ոչ թե որպես տեքստ, այլ որպես զրույց Աստծո հետ, և դուք կզգաք, թե ինչպես է փոթորիկը հանդարտվում ձեր ներսում։ Դե ինչ, իսկ դուք, իմ սիրելի հետևորդներ, ասեք, արդյոք հավատում եք աղոթքի ուժին։ Կիսվեք այս տեսանյութով ձեր ընկերների հետ, թող այս սրբազան տողերը պահապան լինեն նաև ձեր հարազատներին և ընկերներին։ Ինձանից մնում է միայն շնորհակալություն հայտնել ձեզ տեսանյութը մինչև վերջ դիտելու համար։ Մինչ նոր հանդիպում։